Ողջույն։ Ընկերներ ջան, ես այսօր հետաքրքիր անակնկալ ունեմ ձեզ համար, իմ թորնիկների ասած ուզրեցի սյուրպրիզ ունեմ։ Այսօր ես որոշել եմ այս անգամ իմ եթերը իմ շատ սիրելի մի անձնավորության հետ վերջում կասեմ ով է, ինքներդ կտեսնեք ով է, որոշել եմ այսօր մի փոքրիկ խոհարարական հնարք ձեզ ցույց տամ։ Իշլի քյուֆտավ սպաս։ Իմ ընկերներ ասում են կառոնի բլուդանը։ Ես շատ սիրում եմ, ես նոր տարուց հետո միշտ երկրորդ օրը այս իշլիքը մի ժամանակ բորշ է եփում, որ ջրիկ լինի, որտեղ ամբողջ օրը մենք պինդ ենք ուտում, դրա համար ես իշլիքը ուտեմ, բայց ես իմ ռեցեպտով, որտեղ ես մոգոնելու բնավորություն ունեմ, ամեն ինչին մոգոնում եմ, եւ սալատների մեջ կլինի, թե ճաշերի մեջ կլինի, մի համով բան է սարքում, ստացվում, որտեղ կինենքը պետք է լինի հմուտ ուղեղի, խոհարարությունն էլ է, այդպես պարտադիր ռեցեպտով կարդամ, այսքանից, ես խմորեղենն էլ երբեք չափով չեմ արել։ Խանութում էլ որ մի բան ուզում եմ վերցնեմ, ինձ հարց են տալիս, ինչքան ես ուզում, ասում եմ, չգիտեմ, աչքա չափով, տոպրակը նայում, ասում եմ, այսքան հերիք է։ Հիմա արդեն ես սպասը արդեն ինքը մածուն էփել է, ես ասեմ ոնց եմ արել, մի ժամանակ ալուրով էի բացանում ձուն, հիմա այդքան ալուրով չեմ անում, մի ձու կարակ, խնոցու կարակ եմ ես ընդհանրապես օգտագործում, տենց հարել եմ, սմետան եմ բավականին մի 4-5 կթալ լավ սերուցքային է ինքը, հետո մածունը, խանութի մածունը չեմ առնում ձեզ ասեմ, բանկաներով եմ վերցնում, այստեղ մի տեղ կա, այդտեղ շատ լավ մածունի սմետան եմ բերում, հիմա ինքը արդեն թանեփեց, եւ տեսեք աղը լցրել եմ, այդտեղ ձավար չեմ անում, տեսեք ինչ եմ լցնում, տեսեք, ես վերջից այդքան չեմ եմ սիրում, բայց սպասի միջին համ համով է, համ յուրահատուկ, ես եմ դանակ պատարակակ չեմ օգտագործում, եթե ամեն ինչ աչքա չափով է, տնավարի ամեն ինչ սարքում եմ, մի բուր, երկու բուր, այսինքն աչքա չափով ես արեցի իրեն, այս բանը, ավսանկա, այդեմ ավսանկա ամենց համով է, կփորձեք, հիմա մի քիչ թող ինքը եփի, ինքը պնդանում արդեն, դրա համար էլ ալուր չեմ ուզում, ուցուտի մի քիչ է հապ, ամեն ինչ աչքա չափով համով է լինում, համ լավ է, սկզբնականում կփորձեք, որտեղ ձեզ համար կդառնա սովորական գիտել, հետո ինչ եմ անում, այս կողքից մի քիչ սալափը սարքի միջև նա լինի, բողկը որ առել եմ, բողկի հետևային իրա պոչերը որ կա, կանաչին ես դա չեմ թափում, ինքն էլ է շատ համով ու օգտակար, սա արդեն լվացել եմ, կտրել եմ, ու վրան մի քիչ կանացու խոհարի կանաչիներ եմ լցրել, հիմա բողկը շուշուտ ես կանեմ, մանր էսենց խորքնարեք, ես չեմ կարողանում եմ որ էսենց տանակով խոհարիների նման արագ սենց խփում, կարող մացից կտրել, բայց հենց էլ է, ես ամեն ինչ արագ եմ անում, ամեն ինչի պիտի Առաջինը, որ ասում են ամեն ինչը սիրով պետք է լինի, ես կասեմ հավեսով, ամեն ինչը հավես պիտի տնես, հավես, ամեն ինչը մարդու հավեսից է կալի, հավեսով որ կտրտում ես, արդեն ինքը սերը կարիս է, հավես չեղա ոչիշ չես անում, իմիջալուց ոչիշ չեն անում, ես էլ ուստեղ, ես դնում ենք տեղը, Մամաս միշտ ասում է, բանը վերցնում ես իր տեղի, գործ չի լինի, ես էլ լսել, մոռացել եմ իմ ավատոկը տնեմ, ես իմ խոհարարական ավատոկն է, ես միշտ սոստենում եմ, ես էլ եմ, հիմա աղը, մի քիչ աղ եք լցնում, եմ ստեսել աչքա չափով, հետո մի քիչ բիբար կարանք լցնենք, ես թող չնայենք, ուր է բիբարը, աստեղ ունեմ, Ես աղու բիբարսավ իրար հետ է, ես սմետան ենք լացում, փորձեք տեսեք իչքան ինքը համով է լինում,
Այսպես կխորնեք։ Միջև ինքը սենց մի քիչ քաշի։ Հիմա մեր քյուֆտիկներն ենք լցնում։ Նայեք, իջլի քյուֆտաներ ինչ, քանի հոգի կամ ինքի մի հատ գցեք։ Ինձ թվում է այդ 4-ը բավական է։ Դրանք ունում ենք տեղը, մամայիս ասածն եմ հիշում։ Հետո մի բան, որ դնում է սառնարարը կամ դարակները, անպայման մի հատ տակն էլ մաքրի նոր դիր։ Ու տեսնես քեզ գուրշ չի լինի։ Ու մենք որ կանայք այդ նոր տարնան սկսում են, ասում են, ու որկա ենք անում, ես ասում եմ, ամբողջ տարի դու ինչ ես արել, որ հիմա նոր տարում դու պետք է այդքան ու որկա անես։ Ու մաքրում են, ամեն օր էլ իր մաքրում են տունը, բայց այս նոր տարվա այնքան կերտ ու զիպիլը փոշի շորը, որ լվանում ես, տեսում ես, ես ինչ սևացել է։ Ես էլ ես սալաթ եմ։ Ուզում եք սմետանը շատ լցրեք, ուզում եք քիչ լցրեք, ամեն ինչ ձեր բերանի համից է գալիս, սա արդեն պատրաստ է, հիմա կդրեմ անպայման մի բան խմեմ, որովհետև չեմ կարողանում, ասել, սառը հյութեր եմ խմում, իսկ կանաչ հյութերն եմ շատ սիրում, ես մեկը խնձոր է, լամն է, հետո տեսեք ինչ եմ լցնում, ես սպասեմ։ Մարդկա սոխարած էլ անում, ես չեմ անում սոխարած, մարդկա սոխ չի սիրում։ Հիմա ինքը ես քյուֆտիկները որ էփեց, ինքը կբարձրանա ջրեր ես, այս բարբարիս եմ լցնում, այսքան ուզում եք շատ լցրեք։ Ինքը թթվաշ համ է տալիս ու ինքան համով է այդ բարբարիս ու ընդհանրապես մսեղենի վրա է լցնում, ճարպերն է հալում։ Այս հիմա սոխն եմ լցնում, կանաչ սոխն եմ լցնում, ինչքան շատ ենքան համով։ Այն որ շատ մանր են կտրտում, դա էլ չեմ սիրում, մանր լինում է համ չի զգացվում, հյութը սաղ դուրս է գալիս մեջից, այսինչ։ Հիմա լցում եմ, այստեղ ընդհանրապես համեմով ու սամիթով է համով, այստեղ սամիթն եմ, միթե սա սամիթ է, այո, սամիթ է, Այս համենները ձեզ մի բան ասեմ, երևի շատերդ նկատած կլինեք, ձկան համ է գալի, ես որ ուզում եմ անում, երևս ջարդում եմ ձերքիս մեջ ու հոտ եմ քաշում, մզգում եմ վարունգներից էլ տենց համ գալիս, չեմ հասկանում ինչից է, կա սամիթ, որ շատ լավն է, նամ հետ կտրում ես անուշ հոտը գալիս է, այս անգամ նայեցի, տեսնեմ, այդքան լավը չէր, բայց մի կերպ այդ վաճառողը զարմանում է, որ հոտ եմ քաշում, ասում եմ, հայարգե, հետո ինձ ասեցին, ճիշտ ջրով չեն ջրում, չգիտեմ ինչքան է դա ճիշտ, ես էլ վերջացրեցինք, հիմա միջև այդ քյուֆտիկները բարձրանան ջրերես, Այսքան ես կանաչին կլցնեմ, մի քիչ զրուցենք, այսպես, ես էլ դրեմ տեղը, հիմա ես իմ կարակն է խնոցում, միշտ ես կարակից եմ առնում, հիմա որ ասեմ ռեկլամ կլնի, հա ինչ անի, բայց որ լավն են արդեն տարուց ավել ես օգտվում եմ և յուղից, և ես կարակից, Հավը տնական, արդիկից, չի արդիկ չէ, որտեղից չեմ հիշում, ես կան հերիքա,
Հանուն var շատ։ Սպասի որտեղից է բերում։ Չէ միշում լավ վեճում կգրեմ։ Երես։ Ախիսի շլավ հոտա գալիս։ Պահ։ Հիմեն փաթիլներն են արդեն եփում։ Քյուֆտիկները կբարձրանայրես, արդեն կանջատենք ու կսկսենք համտեսել իմ սպասը իշլով։ Հիմա գնանք նստեմ սեղանի շուրջ։ Հիմա եկա ստեղ, այս սեղանին փոքրիկ նստեցի, իմ սիրելի չեմ ասում դերով, ճաշը համտեսելու ժամանակ կտեսնեք, այսօր լուսինը 15 օրական է, 15 օրական է այսօր լուսինը ու կարևոր օր է, հետո կերկարացնեմ ավել այդ լուսնային օրի համար իրենից ինչա ներկայացնում և կհաստատեմ ինձ։ Ինչ կուզենամ ձեզ խորհուրդ տալ։ Ասենց բաներ կարակ առնեք, ինքը ոչ աղյա, ոչ քաղցր է։ Այսպես իմ սեղանի կամ մեկ ընկերներս, որ գալիս են ձեն ծարևը ծաղիկին եմ, ասես չրթում ենք էլ ինքն էլ լավ, ոչ էլ չաղացնում, ու ոչ էլ այդ սուտ բաներ է, գիտեք, ես մի կերկ չաղացնի, մի կերկ ներացնի, այդ մարդու օրգանիզմն է, այնքան մարդկա չի ուտում ոչ մի բան չաղ, այդ օրգանիզմն ու մարդու բնավորությունը, իր գենետիկան ու իր ծնողներից եկած է։ Այս տարիքային էլ կա, որ հորմոններն արդեն ինքը մեկը չավանում է, թե տղամարդեկին լինի, կլիմաքսից հետո շատ կանական, թե մարմինը ձևափոխվում է, ինչպես աղջիկը դառնում է օրորդ, սկսում է ձևափոխվել ֆիզիոլոգիապես, այդպես էլ երբ որ արդեն այդ դաշտանացիկլի ավարտը գալիս է, կլիմաքսային շրջանում էլի մարդը ձևափոխվում է, կինը տղամարդիկ էլ ունեն կլիմաքս ահավոր են իրանց մոտ, այդ շատախոսներն են, են ինչքան են խոսում, ու կանաչ ջղանացնում են։ Տեսնեմ ստեղ միջև լուսնային օրի մասին մանրակրկիտ խոսելը ինչ ես ձեզ հետաքրքիր խորհուրդ կտայի։ Խորհուրդ տամ տեսապահեմ հետոյի համար։ Հիմա ստեղ թուղթ ունեմ, որի վրա գրանցումներ եմ շատ արել, բայց պահել էի, որ տանի բաստիվույմ ասել, բայց ստեղ կասեմ ձեզ, միջև են քրտիկները պարսոնան ջրերերս ասեմ ձեզ։ Բոլոր 12 կենդանակերպերը և մեր սրբերն ու առաքյալները, որ նշանի տակ են ծնված։ Սա շատ հին գրականությունից եմ ես հանել, սա ժամանակակից չի, որ մոլագարները սկսեն ինչ-որ բաներ էլի խոսալ, թող մոլագարները խոսին, ոչինչ ես ուշադրություն չի, նրանք էլ են մարդ, թող իմանան։ Եթե այս աշխատանքը իրանց այդ զրույց իրանց հետաքրքիր չլինի, իրանք հենց էկրանի վրա ինձ տեսնեն կամ իմ նման մարդկանց, կամ ինձ թեկուզ Արմանին, որի որ ես տարայիմ հետ ավարտին, իրանք մեզ չեն լսի, իրանք լսում են ու անպայման պետք է գրեն, իրանց թաթը սովոր է։ Գիտեք ինչ են իրանք շատ տենց գրում ու խոսում, որտեղ իրենց լսող չկա։ Նման մարդիկ, որ գրում են, իրենց լսող չկա, դրա համար իրանք գրում են հիմարություններ, որ իրենց պատասխանեն, հետո իրանք նորից էլի պատասխանեն ու դառնում են իբր շրջապատի մարդ, բայց իրանք հեչ բաներ, տղաս մի հատ լավ բառ ուներ, ֆուֆլո, ասում է ի՞նչ է, հետո ես սկսեցի օգտագործել, դրանք ֆուֆլո մարդիկ են, գործ չունես իրանց հետ, մեկ-մեկն ես լավ բառեր են մոգոնում։ Տեսեք, խոյը առաջին նշանը, Էղլա Բաղդողիմոսը, Հակոբոսը ցուլ, Անդրեասը երկվորյակ, Պետրոսը խեցկետին, Հուդան առյուծ, ու մտքով կանցներ, Մագդալենացին կույս, բայց պորմիկ էին ասում, չէ, նաև ինքը կռացավ իր մազերով, և յուղը կսեց և Հիսուսի ոտքերը մաքրեց։ Հակոբոսը կշերք, Թովմասը կարիչ, մենք ունենք քահանաներ Թովմասը անունով, ու ես հանդիպել եմ, որ իրանք իրոք կարիչ են, մի Թովմաս ունեմ կույսեր, մի Թովմաս ունեմ կարիճեր, Փիլիփոսը աղեղնավոր, Մաթևոսը այծեղջուր, Թաթևոսը ջրհոս, Սիմոնը ձուկ,
ու այստեղ էլ էլի մի բան ես այստեղ գրել եմ, սա էլ ձեզ ասեմ, որ դա Վինչիի նկարը կա, որ երկու ձեռքերը կպնում է, տիրոջ ձեռքն է ու Ադամի ձեռքն է, այսպես մատները գալիս, բայց իրար չի կպնում։ Ասում են մասոնական, ինչ էլ կապում են մասոններ հետ, ոնց որ մեր հիմա այդ նոր զինանշանը, որ բան այն եղել է մեջտեղի նշանը, որ տված է, ասում են մասոնական։ Այդքան բացատրեցին, ոչ միայն ես, ասեցին, որ դա մասոնական չի, հայկական խորհրդանիշը, էլի մեկ ընդեղից գրեց, ես որ եմ կարդացել առավոտյան, որ այդ ինչ մասոնական նշան են դրել։ Այդ մոլականներն են, մենակ իրանց են լսում։ Աստված մեր գիտակցության մեջ է, ձերքերը չեն կպնում, այդ Ադամի Աստծո ձերքեն է, ներքև Ադամն է, էլ Աստծո, այսը տարածություն է, դա էլ օդն է։ Մեր աղերսը պետք է միշտ լինի, մեր խնդրանքը պետք է միշտ լինի։ Ինչ ստեղ գրել եմ կարճ բաներ, այդ բոլորն ուզում եմ ձեզ ասեմ, ուզում եմ, որ դուք մտածեք։ Այդ զինանշանի վրա աչուծախի, աչի վրա էր, չի, ինչքան հիշում եմ խաչը, հա, մի րոպե, չէ թե ձախի վրա է, մի խոսքով աչը վերցնում է, ձախը տալիս է։ Հինգշաբթի դավաճանության օրա ուրբաթը խաչվելու օրներ, ինչ ունեմ այստեղ հետաքրքիր բաներ ձեզ ասելու։ Նախանձը 1000 անգամ ավելի վտանգավոր է սովից։ Այս իմ թռուցիկներն է հերթական։ Դա հոգևոր սովն է։ Լույսն ու խավարը մարդու բնությունն են։ Մեկին օգնում է լույսը, մյուսին խավարը։ Այսինքն նախանձը եւ չարը, ուրիշի հոգու լույսը կարելի է ասել այրում է։ Նախանձի աչքերը, որից թունավորվում է ու առաջանում է ներքին ցասում, նենգություն կարելի ասել։ Նախանձ մարդիկ նենգ է։ Մեր սպասը պատրաստ է արդեն, քյուրտիկները դուրս եկան երես, արդեն պատրաստ է, ուղղակի ինքը շատ տաք է։ Այդքան տաք որ ուտես չես վայելի համը։ Մի քիչ կոնե տաք լինի։ Հիմա միջև սարել է, իմ հյուրը, իմ սիրելի Արմանն է, տեսնում եք ինքը իմ կողքը։ Հիմա մենք առաջինը ինձ օգնեց, որ այս նկարը հանումը գնա, որտեվ ես մենակ դա չէի կարող։ Քանի որ այսօր երեխաների օրն է, խաղաղություն, ուրախություն ու խաղաղությունը կլինի Հայաստանում միշտ, երեխաների դեմքն է թող միշտ ժպիտ լինի եւ մեր հայազգը բազմազավակ ընտանիքներ լինեն, բազմազավակ այդքան կորուստներ եկեք մենք դա մոռանալ չի լինի, ուղղակի փակենք, դա հնարավոր չի մոռանալ այն վիշտը, եկեք փակենք, որ լույսը շատ կա, ունգնի մերենց երեխեքի բոլոր երեխաների վրա ու ամեն ընտանիքի կողքով որ անցնում ես այդ բնակարանը կչկչոց լցվի երեխեքի, հեռհեռոցը լսվում, ուրախանում են, երգում են, պարում են, առաջվա Հայաստանում բակերում վազվզում են, այդ հեռախոսները թողեն ու երեխեքը դուրս կամ բակ գորոդ, կլաս, չիլիկ դաստա, էշմիլիցա, Այն ինչ է խաղում, շատ պարան էին թռնում, ռեզին էին թռնում, այդ խաղերը թող բոլորը հետ կա, ու կերևա, որ սա իրոք բակ է, իրոք սա Հայաստան է, ու ամեն գյուղում, շրջանում, Երևանում, բոլոր քաղաքներում այդ երեխեքի կչկչոցը պետք է լսվի, ընտանիքներից ելնելով, դրա համար ամուսինները պետք է շատ սիրով լինեն, լույսը բացում է ժպտա, որտեղ խաղաղություն արև կա մեր աշխարհում հայոց, որ երեխեքը գիտնական մեծանան, որտեղ մեր արան մեջ հետ կա այդ գիտությունը, այսպես, այդ ես բաժակաճառ ասեցի ու կցանկանայի, որ բոլոր կենացները բարի են լինում, թող բոլոր կենացները իրականություն դառնան, այդքան է, ոնց որ լիմոնադ լինի, այս գինի, այսօր լուսինը 15 օրական է, Եվ տեսեք իրանից ինչա ներկայացնում, խաբյության ու կեղծիքի օրա, և լուսինը գտնում աղեղնավորում այսօր ու վաղը, սա նպատակային օրա,
աղեղնավորն էլ երկակի է, օրվա կես ուրիշ է, ինքը կրակ է, ավելի լավ տեսեք ինչ եք դուք տեսնում, փաստաթղթերը նաև իրավական մարմինները, փաստաբանությունը, Եվրոպայա, երկրները, սահմանները, բայց էմիգրացիաների ու շատերը հետ կգան Հայաստան։ Խաբեության, կեղծիքի, սուտ խարդախություններ, ստի խարդախություններ սրվում են ավելի։ Ներքին կոնֆլիկտային վիճակ է տալիս, որ այս ընտրությունների հետ կապ ունի, որը որ բացարձակ չի կարելի։ Այդ որ ասում ենք լարված, ճիշտ է, լարվածություն կլինի, բայց ոչ այդքան սարսափելի։ Ես հիմա ձեզ կկարդամ կասեմ ինչպիսի օրը, ու Արման իր գործիքներով ավելի կտեսնենք իր գործիքներ ինչպես է դա ասում։ Սա աստղաբանությամբ լուսնայիններով Արման իր գործիքներով գայթակղություններ կլինի, որտեղ աղեղնավորի մոտ էլ կա գայթակղվածություն, հատկապես տղամարդիկ ահավոր գայթակվող են, նրանց մոտ մեծամասնությամբ խաղամոլներ են լինում, խաղամոլներ շատ են լինում և դավաճաններ, կնոջը։ Տարբեր ոլորտներում կա վտանգ, ենթարկվող, վնասակար ազդեցություններ կլինեն, եթե սխալ քայլեր անեն, քանի որ վարքի հետ էլ է կապված վերահսկողությունը հարկավոր, ամեն մոտ իր վարքին հսկող լինի, տիրություն անի, որպեսզի եւ նաեւ ազդեցությունների տակ չընկնի։ Դուք ձեր սեփական խելք ունեցեք։ Հիշեք հետևանքներ, ինչ հետևանքներ կունենա։ Շատ բացասական լինելը եւ աշխատանքի բացասական լինելը հետևանքներ կտա հիմնական անոթների հետ կապված, վերջույթների հետ կապված եւ կարող այդ լարվածությունը վթարներ տա, որտեղ այդ վտանգներն էլ է սպասվում, նաեւ թունավորվածություններ։ Ամենից հաջողակ օրերից մեկն է այսօր, եթե դուք մանտրաների, մեդիտացիաների մեջ լինեք ու լավ կլինի, որ ձեր ջուրը, ձեր կերակուրը մի տենց երաժշտություն տնեք ուտելու ժամանակ այդ մեդիտացիաների երաժշտությունները լինի, մանտրաները լինի, որ այդ թրթիրները զգացվի ու շատ լավ է միջավայր դա էլ շատ օգնում հանգստացնում է Տեր ողորմյան, որ մենք լսենք։ Ես շատ լսում եմ ավելի Կոմիտասին, դա ավելի եմ հավանում, Մարտկա Եկմալյանին է հավանում, դուք ինքներդ գիտեք, բայց Տեր ողորմյան Կոմիտասի լավ ավելի։ Ուրիշ լուրջ խնդիրներ այսօր չլուծել չանել, որովհետև ճիշտ չի լինելու, մի մտածեք որևէ ֆինանսական գործարքի մասին, հետաձգեք, կարևոր բանակցությունները, հասարակական զվարճանքները համար լավ է դա երեխաներն, որ զվարճանքները դրսում հիմա լավ է այդ ամենը, մրցույթներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ կարելի է անհրաժեշտ է խստորեն վերահսկել ձեր հույզերը, խուսափել վեճերից եւ լուծել բոլոր կոնֆլիկտային իրավիճակները, որը շատ հավանական է խաղաղ ճանապարհով այդ հարցերը լուծելու համար։ Հիմա այս ինչ որ 15 օրականի համար ասեցի լուսնային օրով, հիմա Արմանը իր գործիքներով կասի ինչպես է։ Ես կան Ասեմ, որ ահագին համապատասխանում է հենց դեր աստղաբանություն ու տարոյի քարտերին, ամանավանդ քանի որ այսօր լուսինը 15 օրեկան է, 15-ը ասոցացվում է տարոյի մեջ դիավոլ քարտի, դիավոլը տալիս է գայթակղություններ, կարող է պահի ինչ-որ ազդեցություններ, որ մարդը կարող չմտածի, բերվի գայթակղությանը կամ տակ գլխով որոշումներ կայացնի ու ինքը տուժվի։ Մենք էլ այստեղ կարան տուժվեն շատ կանայք ու տրվեն գայթակղություններին, կարտը բլյուբլյոնի են, սիրահարների քարտն է դրա մասին խոսում։ Ուստեղ իշխում է դիավոլի էներգիան կա այստեղ։ Այստեղ տուս պենտակլի, զվիզդա, ֆինանսը ձեռքը, զվիզդա նպատակը, երազանքը իրոք լուրջ գործեր չի կարելի անել նամանավանդ ֆինանսների հետ։ Դրա մասին խոսում է տուս պենտակլի, որովհետև ֆինանս կկորցնեք։ Այստեղ տղամարդիկ պետք է մի քիչ ուշադիր լինեն ու զգույշ լինեն, որովհետև կարող է իրանց անզգույշ բարի ու քայլի պատճառով իմպերատորն է դուրս եկել։ Այստեղ դեսյատկա կուպկը, ընտանիքի մասին է գնում խոսքը։ Տղամարդիկ կարան նեղացնեն իրանց կանանց, հենց ընկնեն ինչ-որ ազդեցության տակ ու տուժվի իրանց ընտանեկան հարաբերությունները։ Այսօրով պետք է առնվազն լինեն սթափ,
պետքա չտրվեն գայթակղություններ, այստեղ նաև պետքա չընկնել ուրիշի ազդեցության տակ, որովհետև մանիպուլյացիաներ շատ կարող է լինի այսօր, քանի որ ինքը ձիավելի էներգիան է համարվում։ Ու մեկ էլ մեքենաները պետքա շատ ուշադիր վարել այսօր։ Նաև դրա մասին ազգուշացնում տարում։ Այսքանը։ Հիմա ոչ չասել, որ սա ճիշտ է։ Ես ինչ ասեցի Լուսնային, մեքենաներ զգույշ լինեն, վթարներ չլինի, դա նաև ոչ սթափ լինելուց, պարտադի խմիչք լինի, մտածելակերպն է լարվածությունը մարդու։ Այս ինչը որ ֆինանսները ասեցիր, այո, որ ֆինանսական ոչ մի գործողություն այսօր չարվի։ Զույգերի հարաբերությունները, որ տղամարդիկ, հատկապես տղամարդիկ, որտեղ գայթակղություն է գնում, այն էլ աղեղնավոր տղամարդկանց մոտ։ Այ կներեք, այստեղ տեսեք կարող է դավաճանության դեպքեր անսպասելի բացահայտի, որովհետև տղամարդը սիրում է, կինը թաքուն նայում է, ինչ-որ բան բացահայտի, դուրս գա ջրի երես։ Չտախշկիր Այստեղ պետք է զգույշ լինեն անպայման տղամարդիկ ու իրանց ամեն քայլը պետք է անեն շատ մտածված։ Հավասարակշիռ պետք է իրանց ամեն քայլը անեն։ Դա գլխով որոշումներ արեցին, իրանց ընտանիքը անձնական հարաբերությունները կտուժվի։ Հետո ասում է սուտը, մոլագարներ ջան, այ մոլագարներ ջան, այս ոնց եղավ, առաջին անգամ Արմանը հիմա, ես կարդացի Լուսնային օրը, որ գիտությունը աշխարհը դա հնից եկած բանա, սա էլ կարտերը տարով, որ ցույց տվեց համարյա նույն բանը, այսօր Լուսնի 15 օրը ինչպիսին է։ Ու դրա համար ասեցի գլուխները եւ այն զվարճանքները կար, որ երեխեքի զվարճանքները դա երևաց, որ ես Դեսյատկա կուպկա ֆենատենում եք երևում երեխեք պարում են։ վայ ճիշտ է, ինչ է տախնի։ Դե ամուսներն դեվել երեխաները պարեն, բռնել ուրախանում են, շատ ճիշտ է։ Հիմա մի հատ ուրիշ բան եմ ուզում քեզ հարցնել։ Այս դու ես ճիշտ գրագետ աշխատում, թե քո կարտերն է ճիշտ։ Տեսեք, կարտերը ցույց են տալի, բայց նախ դու պետք է ունենաս գիտելիք, որ կարողանաս իրանց գրագետ մեկնաբանես։ Հա, բայց տարբեր աստղաբաններ տարբեր բան են ասում։ Ես տեսնում եմ երբեք վատվան պատերազմ են 20 թվականի, որ ասում եմ չի լինի, էլի վատվան չեմ ասել, բայց նամյոկներ են անում։ Դե գիտեք ինչ կա, ամեն ինչը չի որ պետք է ասենց ուղիղ մարդկանց ասել։ Չի կարելի ասել, չի կարելի այդ խոճապի մեջ մարդկանց գցել են էլ մեր ազգի, որ երկրաշարժ ա տեսել, պատերազմը տեսել իրար հետև երկրաշարժ պատերազմը տնես նորից էլի ժողովրդին վատի մեջ տնես, վատա, մարդիկ ոչ մի բան չլինելով էլ կգժվեն, հետո ես մարգարել չեմ, որ իմ ամեն ասած 100%-անոց դոգմա ընդունեն, հա։ Մենք ոչ մեկս աստված չի, որ ոչ մեկս ստեղ մարգարե չենք, 100% այս աշխարհում ոչ մի բան չկա, բայց թե աստղաբանությունը, թե տարոն 100-ամյակների գիտությունն է, ու իրանք 85% անգամ 90% ճշգրիտ են ցույց տալի ամեն բան։ Եթե մասնագետը գրագետա բացատրում ու ինքը կրթված է։ Այդ է պետք է ամենտեղ գրագիտությունը հարկավոր, այսքանն է։ Չէ, կա ինչ-որ մի բան ավելացնես։ Չէ, ավելացնելու բան չունեմ, լավ մնացեք, մեր սիրելի ժողովուրդ, ամենակարևորը մտածեք դրական, ապա տեղեկատվություններին բանի տեղ մի դրեք, մինչև այդ լուրերը չլսեք հավաստի աղբյուրներից։ Ավելացնելու ոչինչ չունեմ այլևս։ Մեզ համբերություն, այս երեխաների օրն էլ թող ուրախություն լինի, միշտ ամեն օրը տոն երեխեքի համար, այսքան